Գործարար Ալիքի եթերում իր աշխատանքն է սկսում ռադիո առողջարանը բարև ձեզ։ Ես Տաթևն եմ Արաքելյան։ Այսօր մենք ունենալու ենք ամենաքաղցր եթերային օրը, քանի որ հյուրընկալել եմ իմ մեղր ապրանքանիշի հիմնադիր տնօրեն Մարիամ Սարգսյանին։ Բարի գալուս, շնորհակալություն, որ այստեղ եք։ Բարև ձեզ Տաթև ջան։ Շատ այնց քաղցր զրույց ենք ունենալու, վստահ եմ։ Խոսելու ենք մեղրի մասին, իսկ մենք լավ գիտենք, որ մեղրը միայն քաղցրանալու, միայն առավոտյան այդպես լավ նախաճաշի համար չէ, այլ մեղրը շատ ավելին է, քան մենք պատկերացնում ենք։ Ուստի այս հաղորդման ընթացքում մենք խոսելու ենք մեղրի մասին իր բոլոր գույներով։ Ինչու իմ մեղր։ Նախ բարև ձեզ Տաթև ջան, շնորհակալ եմ հրավերի համար, մեծ պատիվ է այստեղ գտնվելը եւ իմ մեղրը ներկայացնելը եւ ընդհանրապես մեղրի օգտակար հատկությունների մասին խոսելը, որովհետեւ դրանք շատ-շատն են, իսկ շատ հաճախ մարդիկ պարզապես դրանց մասին չգիտեն ու ուղղակի դեղատներում հերթեր են գոյանում իմունիտետը բարձրացնելու համար։ Թեկուզ հենց փոքրիկների համար, որոնց արդեն 3 տարեկանից հանգիստ կարելի է մեղր տալ, բարձրացնել իմունիտետը եւ ոչ թե այդ հաբերը, որոնք չգիտես ինչ են պարունակում։ Իսկ ինչու որոշեցիք, որ պետք է բրենդը կոչվի իմ մեղր։ Որ յուրաքանչյուրը համարի, որ այն հենց իր մեղրն է, ջերմությամբ մոտենա եւ անունն էլ հեշտ հիշի։ Իդեպ նաև ուզում եմ ասել, որ ես իմ կյանքում ամենաառաջին անգամ մեղր կերել եմ իմ մեղրը։ Ես երբեք մեղր չեմ կերել, չեմ սիրել մեղր, եւ առաջին, այսպես ասած, մեղրի հետ ծանոթությունը եղել է իմ մեղրի միջոցով։ Ասեմ, որ շատ մեծ բան եմ կորցրել տարիների ընթացքում, այնպես որ վստահաբար այսպես առաջին ձեռքից, որպես փորձած սեփական փորձով մարդ կարող եմ ասել, որ հրաշալի էր այդ հանդիպումը։ Գիտեք, Տաթև ջան, կներեք, եթե ձեզ ընդհատում եմ, օրինակ ինձ շատ հաճախ են ասել մեղր չեմ սիրում ու շատ առիթներ է լինում փառատոններին եւ անմիջապես սպառողի հետ հանդիպում ենք վայ ասում են ինչ լավն է ձեր տաղավարը կփորձեի սիրում ուղղակի մեղր ընդհանրապես չեմ սիրում ինչքան փորձել եմ չեմ հավանել ու այնքան հետաքրքիր է անբացատրելի մի զգացողություն է երբ որ մարդը քո աչքի առջ է որը որ նշում է որ երբևէ մեղր չի կերել, որտեվ չի սիրում իրեն, իր քիմքին հաճելի չէ այդ համը, փորձում ու մի անգամից աչքերը փայլում են։ Հավատացեք ինձ համար դրանից ավելի մեծ երջանկություն գոյություն չունի, որտեվ դու մարդուն հնարավորություն ես տալիս երջանկանալու, եւ այդ երջանկանալու մեթոդը այն ապրանքն է, որը համար ինքդ ջանք ես թափում, մեղրների հետ աշխատում ես եւ այլն, եւ շատ հաճախ եմ լսում, չէ, ամբողջ ընթացքը, այսպես ասած, համակարգում, անմիջապես աշխատում, իսկ մյուս կողմից մենք լավ գիտենք, որ մեղուների հետ աշխատել այդքան էլ հեշտ եւ դյուրին գործ չէ, երբեմն նաեւ կարող առաջին հայացքից թվալ, որ կանացի աշխատանք չէ, որովհետեւ դժվար է խայթոցներ եւ այլն եւ այլն։ Ինչպես է կարողանում լեզու գտնել հետաքրքիր է, երևի նրանց է, որ մասնագիտությամբ դեզվաբան թարգմանչի, բայց դա իհարկե ավելի շատ հումորով, այո, Տաթև ջան ճիշտ եք, մեղվաբուծությամբ զբաղվում ենք ես ու եղբայրս, ընդհանրապես ընտանեկան բիզնես է սա, եթե կարելի է բիզնես համարել, ավելի քան 19 տարվա պատմություն ունի, բայց ինքս սկսել եմ զբաղվել պանդեմիայից սկսած, երբ որ բոլորը ստրեսի մեջ էին, այդ թվում նաև ես եւ իմ ընտանիքը մտածում էինք, այսպես ինչ է լինելու, եթե գիշեք այն ժամանակ դեռ իմբիրի գինը բարձրացել էր 40,000 դրամ, որտեղ ինչ որ մեկը գրել էր, որ իմբիրը բարձրացնում է իմունիտետը, այո, իմբիրը բարձրացնում է իմունիտետը, բայց որ այդքան բարձրացնեն գինը, որտեղ մարդիկ խոճապի մեջ են, հենց այդ ժամանակ մտածեցի, ասում եմ, ինչ մեղք են մարդիկ իսկական, հայկական իմունիտետ բարձրացնող ապրանքը թողած, ընկել փնտրում են դրսից եկած իմբիր։ Եվ հենց այդ ժամանակ մտքումս գաղափար ծնվեց, որպեսզի օգտակար լինեմ մարդկանց, զուտ տեղեկացնեմ մեղրի օգտակար հատկությունները, որովհետև ավանդական բժշկության մեջ դեռ դարի եկել եւ մեզ է հասել բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք հենց մեղրի միջոցով են, մեղրի համադրությամբ են ստանում այդ դեղերը, որոնք էլ օգնում եւ բուժում են բազմաթիվ հիվանդություններ։ Այսպես որոշեցի, որ ապրանքանիշը անվանեմ իմ մեղր, ինչպես նշեցի, որ յուրաքանչյուրը համարի հենց իրենը եւ ջերմորեն մոտերնա, դե գիշեք այդ ժամանակ բոլորը տանն էին, համացանցի մեջ էին եւ ամենաառաջին տարբերակը, որ մտածեցի, դա համացանցում պաշտոնական էջ բացել եւ մարդկանց իրազեկել պարզապես մեղրի եւ մեղրամթերքների օգտակար հատկությունների մասին։ Այսպես, այո, մարդիկ սկսեցին հետաքրքրությունը բարձրանալ եւ սկսեցին առաջին պատվերները։ Արդեն գարնանը
այսպես ասած հետևորդները ինձ դիպեցին, որ ես ինքս դինեմ մեղվանոցում, եւ ինձ համար շատ կարեւոր էր, որ մարդիկ տեսնեն իրականում 100% բնական մեղրը ինչպես են ստանում։ Որտեւ շատ մարդիկ մտածում են, ասում են, դե ինչ եք անում, որ մեղուն գնում է, նեկտարը հավաքում է, ծաղկափոշին հավաքում է, իր գործը անում է, դու գնում եք, մեղրը բերում եք եւ վաճառում եք։ Եվ դրա համար որոշեցի, որ մարդկանց ցույց տամ իրականում ինչ աշխատանք է ամեն ինչի հետևում թաքնված եւ ինչպես կարող են ստանալ Հայաստանում 100% բնական ծաղկային մեղր, որովհետեւ Հայաստանում չկա մի տարածք, որ 5 ամիս, 6 ամիս անդադար ծաղկած լինի, եւ դա է հենց պատճառը, որ իմ մեղրը 5 տարածաշրջան տեղափոխում ենք ըստ ծաղկման շրջանների, որպեսզի մեղուն միայն բնական նեկտարից եւ ծաղկափոշից օգտվի։ Եվ այս ամեն ինչը բնականաբար ոչ միայն այսպես գեղեցիկ, գերթուղով նկարում ենք պիտակի վրա եւ ցույց ենք տալիս, այլ ուղիղ եթերներով, թափանցիկ հոլովակներով ներկայացնում եմ հաճախորդին եւ ընտրությունը արդեն թողնում եմ իրեն։ Եվ բացի այդ, վիդեոբլոգինգով նաեւ մոտիվացնում եմ երիտասարդներին զբաղվել մեղվաբուծությամբ, որտեղ մեղուները, այո, մոտենալ բնությանը, որտեղ մեղուները աշխարհի էկո համակարգի համար շատ կարեւոր են, գիտեք Տաթև ջան։ Դեռ այն ժամանակ Ալբերտ Էյնշտեյնն ասել էր, երբ որ մեղուները իսպառ վերանան աշխարհի երեսից, մենք մարդիկս նրանց կհետևենք ընդամենը 5 տարի անց։ Իսկ ընդհանրապես աշխարհում մեղվաբուծությունը համարվում է ծերացող մասնագիտություն, հատկապես Հայաստանում։ Եվ դրա համար ինչքան էլ որ այդքան էլ կանացի գործ չէ, այսպես ասած, որովհետև բավականին բարդ աշխատանք է հետևում, այո։ Ես այդ ամբողջը դրական կողմով եմ ներկայացնում մարդկանց եւ մոտիվացնում եմ երիտասարդներին, նաեւ Լուսինկա ուսումնական կենտրոնում մոտիվացիոն դասընթացներ են վարում եւ Փառք Աստծո այսօր ունենք շատ մոտիվացված երիտասարդներ, բնականաբար հատկապես գյուղերից, որոնց ես օգնում եմ, որոնք արդեն ունեն իրենց փոքրիկ մեղվանոցը եւ զբաղվում են մեղվաբուծությամբ, հետագայում իրենց բրենդներ ունենալու նպատակով։ Նաեւ կուզեմ նշել մենք որտեղ ենք տեղափոխում մեղուներին Ձմեռում են Վարդենիսում, ես ինքս Վարդենիսից եմ, Գարնանը բնությունը առաջինը բացվում է Արարատյան դաշտում, գիտեք։ Տեղափոխում ենք Արարատյան դաշտ, օգտվում են ծիրանենու եւ դեղձենու նեկտարից։ Միջև ծառերը սրսկելը, քանի որ ոչ ոք օրգանիկ չի սրսկում, որպեսզի քիմիա չհայտնվի մեղրի մեջ, ինչպես նաեւ մեղուները չթունավորվեն, տեղափոխում ենք ավելի բարձրադիր վայր, ջրվեժ, կանաչ ուսուցման էկոկենտրոն։ Նույն սկզբունքով տեղափոխում ենք Սոլակ, Հրազդանի սարեր եւ վերջում Վարդենիսի սայրում էկոտնակներում մեղրաքամ ենք անում։ Ու այս ամբողջը թափանցիկ վիդեոներով ներկայացնում եմ, որպեսզի հաճախորդը սկզբից մինչև վերջ տեսնի, իսկ մեղրաքամի ժամանակ 4 ամիս առաջ սկսում են մեզ մոտ գրանցումները, մարդիկ հնարավորություն ունեն կանխավ, եթե ճշտում են ալերգիա չունեն, որովհետև անխուսափելի է այդ օրերին խայթերը, անխուսափելի է անգամ պաշտպանի չակուստով գալիս են, մասնակցում են մեղրաքամին, տանում են իրենց բաժին մեղրը, իրենց ձեռքով են քամում, վայելում են այդ հրաշքը։ Հա, աննկարագրելի։ Բնության հետ շփումը միշտ է հրաշալի։ Եվ ես միշտ ասում եմ, ինչու են մարդիկ հիմա ավելի շատ դեպրեսիաների, ստրեսներից այսքան տանջվում, տառապում նույնիսկ կարող ենք ասել, որովհետև մենք հնարավորինս մեկուսացել ենք բնությունից։ Եվ մենք եթե ուզում ենք իսկապես ներդաշնակության մեջ լինենք, պետք է ամեն ինչ անենք, որ հնարավոր բոլոր տարբերակ օգտագործենք դեպի բնությունը գնալու։ Հավատացնում եմ, եթե մենք սկսենք բնության հետ ներդաշնակ լինել, կմոռանանք ստրեսների մասին, դեպրեսիաների մասին, ու չեմ խոսում մնացած հիվանդությունների մասին։ Միանշանակ համամիտ եմ, եւ քանի որ խոսեցիք ստրեսներից եւ դեպրեսիայից, առեթե բաց չթողնելով, ուզում եմ ասել, որ բնական մեղրը ունի հակադեպրեսանտ, հանգստացնող հատկություն։ Եթե երեկոյան, հատկապես եթե քնի խանգարումներ են լինում, դե բնականաբար դեպրեսիվ մարդիկ ավելի վատ են քնում, քնից 1 ժամ առաջ 1 գթալ մեղր է պետք ուտել, ոչ ավել, որպեսզի ավելի էներգիա չտա, որտեղ գիտենք մեղրը նաև էներգիայի աղբյուր է, առավոտյան շուտ ուտում ենք որպես էներգիայի աղբյուր, 1 գթալ երեկոյան քնից առաջ 1 ժամ առաջ ուտում են եւ հանգիստ քունը ապահովված է։
Լավ, ես հիմա ուզում եմ խոսենք, քանի որ դուք արդեն այսպես ուղղությունը տվեցիք մեր զրույցի, խոսենք մեղրի օգտակար հատկությունների մասին։ Իհարկե վստահ եմ, որ մեկ եթերաժամը բավական չի լինելու դրանք ամբողջը ներկայացնելու, բայց հատկապես ու մասնավորապես այս շրջանում, քանի որ նաև սուր շնչառականներն են այսպես լավ ակտիվ շրջանում, ակտիվ փուլում, մեղրն էլ դեռ մեր տատիկներից լավ ենք հիշում, որ անպայման առավոտյան մի գթալ պարտադրում էին մեզ, ստիպում էին մեզ, որ ուտենք մեկ գթալ։ Այդտեղից էլ եկել է, որ չես սիրել մեղրը, մանկական տրավմա է։ Այդ ժամանակվանից մենք լավ գիտենք, որ մեղրը նաև անտիսեպտիկ, այսպես ասած, հատկություն ունի եւ այլն եւ այլն։ Մի փոքր փակագծերը բացեք որպես մասնագետ։ Իհարկե, սիրով։ Ուրեմն մեղրը ոչ միայն քաղցրանալու միջոց է, այլ նաև շատ առողջարար է։ Ամենաառաջինը տալիս է էներգիա։ Առավոտյան շուտ մեկ գթալ մեղրը տալիս է օրվա էներգիան։ Եվ իհարկե շատ է նպաստում հիշողությանը, որտեվ գիտեք, հատկապես կորոնայից հետո մարդիկ լուրջ խնդիրներ ունեն։ Այո, նպաստում է հիշողությանը։ Աղեստամոզային տրակտի տարբեր հիվանդությունների դեպքում բուժում է մեղրը։ Դա արդեն ավելի նեղ մասնագիտական, չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, բայց հարցերի դեպքում կարող են գրել էջին, սիրով կպատասխանեմ։ Բարձրացնում է երջանկության հորմոնը, ամենակարևորը։ Այո, ես միշտ չգիտեմ դրա հետ է կապված թե չէ, բայց ես ընդհանրապես կյանքը սիրող մարդ եմ ու ես ամեն օրվա համար ուրախ եմ, որ այդ օրը կա ու ես ժպիտ եմ դա ընդունում եւ ճանապարհում իմ օրը։ Բարձրացնում է մարդու երջանկության էնդորֆին հորմոնը եւ ամենակարևորը, եթե հիշում եք, չէ, որ ասում են թե ստրեսի մեջ ես մի կտոր շոկոլադ կեր, այս դեպքում մեղրը ուտում ես, չես գիրանում, առողջ սնունդ ես ուտում, տրամադրությունն բարձրացնում է։ Ինչպես նշեցիք, աշուն է, ամենախապուսիկ սեզոնն է, ամենաշատ վիրուսներով տարածված սեզոնն է եւ ճիշտ ժամանակն է, այո, ճիշտ ժամանակն է, որպեսզի չհիվանդանան, օգտագործեն մեղր, բնական մեղր, որտեղ բարձրացնում է իմունիտետը։ Իսկ եթե արդեն հասցրել են հիվանդանալ, որպես սովորաբար զանգում ասում են հիվանդացել ենք, ասում եմ ախր միջև այդ պետք է զանգեիք։ Սենց ումորով։ Էլի լուծումը։ Այո, իհարկե, մեղրը հանգստացնում է կոկորդի ցավը եւ ինքը հակաբակտերիալ էֆեկտ ունի, հանում է վիրուսները եւ բնականաբար հետո էլ բարձրացնում է իմունիտետը, որպեսզի այլևս չհիվանդանանք։ Այն նշեցիք բնական մեղրը։ Այսօր շուկան բավականին, այսպես ասած, լայն է, առաջարկները շատ են եւ սպառողը իսկապես լավի հետևից փորձում է գնալ, բայց միշտ չի որ հաջողվում է այդ լավը գտնելը։ Հիմա խնդրում եմ մեր բոլոր ռադիոլսողների, ռադիոդիտողների համար առանձնացնեք այն կարևոր ցուցանիշները, չափանիշները, որոնց հետևելով մենք կարող ենք ունենալ լավ մեղր, իսկապես բնական մեղր։ Ինչպես ընտրել իսկական բնական մեղր։ Տեսեք Տաթև ջան, դարի եկած ասում են տնային պայմաններում ստուգելու հնարավորություն կա, բայց ես ասեմ, որ դրանք բոլորը միֆ են, որովհետև տան պայմաններում պարզապես հնարավոր չէ ստուգել մեղրը արդյոք 100% բնական է, որովհետև եթե մեղուն անգամ հավելյալ կերակրվել է, դա իր օրգանիզմի միջով անցնելով տան պայմաններում այլևս անհնար է լինում ստուգել։ Ամեն տարբերակն էլ, եթե արդեն անգամ կերակրված մեղր է, մեղվից ստացած մեղր է, միևնույն է տան պայմաններում բոլոր փորձարկումները բնական են ցույց տալու։ Ամենաճիշտ տարբերակը դա լաբորատոր հետազոտությունն է, որտեղ կարելի է միանգամից տեսնել դիաստազը, այսինքն ինչքան ծաղկափոշության մեղուն օգտվել եւ սախարոզան ինչքան է որ միջև պետք է 5 լինի, որպեսզի բնական համարվի մեղրը։ Իսկ մնացած տարբերակները տան պայմաններում դրանք բոլորը միֆ են։ Ինքնախապություն։ Այո, մեղր գնելիս պարտադիր հարցնել. Ինչ տարածաշրջանի մեղր է։ Եթե ասում են X տարածաշրջանի, միշտ ինքներդ ձեզ հարց տվեք. բնությունը գարնան առաջինը որտեղ է բացվում կամ այդ տարածաշրջանում ծառերը երբ են բացվում։ Լավ, իմ օրինակով բերեմ, ես Վարդենիսից եմ։ Մեզ մոտ բնությունը բացվում է մայիսի վերջին, նոր ծառերը ծաղկում են։ Մեղուն մարտ ամսից արդեն բզում աշխատում է։ Եթե այդ մեղվին չապահովենք բնական նեկտարով, մեր դեպքում տեղափոխում ենք Արարատյան դաշտ, ապա մեղվին պետքա պարզապես տարբերակ չկա մեղվին պահել, պետքա հավելյալ կերակրել։ Դրա համար միշտ հարցնել, որտեղի մեղր է։
այդ հարցը արդեն իսկ հարցի պատասխանը արդեն իսկ կտա ձեզ ուժող լուծում է, արդյոք բնական է թե ոչ մեղր է։ Միայն բնական լինելը խոսում եմ մեղրի բարձր որակի մասին։ Չէ, մեղրը կարող է բնական լինել, բայց բարձր որակ չունենալ։ Օրինակի համար մենք հայերը սովորենք բազմածաղկի մեղրին։ Օրինակ Ռուսաստանում միատար ծաղկի մեղրեր են լինում, միատար բույսի մեղրեր են լինում, որ համը միատար է։ Մենք սովորենք, մեր քիմքը սովոր է բազմատեսակ այդ հարուստ համին, հարուստ բույրին, այն որ բան կամ բացում ես մի անգամից մեղրի բույրը, այդ դուք ասեք փորձել եք իմ մեղրը, ինչ եք զգացել։ Այդ ասոցիացիաները համը։ Այո, տեսեք հիմա մենք 5 տարածաշրջան տեղափոխում ենք, այդ սարերի անարատ ծաղիկների համը, բույրը ամբողջությամբ դու զգում ես, իսկ միատարի դեպքում չես զգում։ Դրա համար ինքը sense մի տեսակ, հետո մեղրի խոնավություն գոյություն ունի։ Եթե բնականը չի նշանակում, պետք է ճիշտ ժամանակին կամած լինի, ժամանակից շուտ մեղրակամ արած մեղրի որակը այլևս այն չէ։ Դրա համար մենք միշտ Իսկ սա կարող է սպառողը հասկանալ։ Պետք է բացատրել։ Դա է պատճառը, որ ես թափանցիկ վիդեոներով անդամ ներկայացնում եմ։ Մարդկանց ուշադրությունը գրավում եմ նրա վրա, որպեսզի կարողանան ճիշտ ընտրություն անել։ Իրենք ընտրություն անել։ Ես ցույց եմ տալիս, մնացածը թողնում եմ իրենց ընտրության վրա։ Ինձ մոտ շատ լինում է պատվիրում են, հետո զանգում ասում են, գիտեք, մի քանի հատ պատվիրել ենք, ուզում ենք փորձել։ Ձերի համը որակը այնպես էր, որ մասնագետ չենք, բայց մի անգամից դա ընտրեցինք։ Իսկ երբ ենք խոսում ենք բնական մեղրից, մենք լավ գիտենք, որ ցանկացած բնական բան շուտ է, այսպես ասած, պիտանելությունը կորցնում, որակը զրկվում եւ այլն, որտեղ ահա, որովհետեւ դե գիտենք կոնսերվանտները ամեն դեպքում փրկում են երկար կյանք են տալիս, հա, ապրանքին, բայց մեղրի դեպքում կարծես ինչպես նշեցիք, հակառակ պրոդուկտ է, այո։ Այստեղ նաեւ ուզում եմ պահելու պայմաններից խոսենք, արդյոք կան հատուկ պայմաններ, որ պետք է մարդը դրան հետևի մեղրը ճիշտ պահելու համար, եւ վստահ եմ այս հարցնել ձեզ յուրաքանչյուր երկրորդը մանավանդ այս սեզոնին տալիս է։ Ասում ենք մեղրը սառեցավ, բյուրեղացավ, սպիտակեց, նույնիսկ ասում են շաքարակալեց։ Այստեղ ոնց ճիշտ կողմնորոշվենք։ Ուրեմն սկսենք պահպանման պայմաններից, հա, Տաթև ջան, շատ հաճախ ասում են սառնարանում կարելի է մեղրը պահել, իմաստ չկա։ Պարզապես մեղրը դնել դարակում, պահարանում, արևի ուղիղ ճառագայթներից հեռու, կայուն ջերմաստիճանում եւ վերջ։ Ուրիշ պահպանման պայմաններ պետք չեն։ Շատ կարևոր է, որ մեղրը լինի ապակյա տարայի մեջ, ճիշտ այդպես է պահել, եթե գնել եք, ցանկալի չէ, որ տեղափոխենք այն պլաստմասե տարաների մեջ, ապակյա տարայով առաքվել է, ապակյա տարայով էլ պահել եւ արևի ուղիղ ճառագայթներից հեռու, առավել եւս պարտադիր ուզում եմ խոսել այդ մասին, սիրելի սպառողներ, մեղրը տնային պայմաններում չի կարելի հալեցնել, որովհետեւ կորցնում է իր օգտակար հատկությունները։ Իսկ բյուրեղանալը դա բնական գործընթաց է, հատկապես բազմածաղկի մեղրի դեպքում, որովհետև միատար մեղրը, միատար բույսի մեղրը, այո, միատար բույսի մեղրը չի բյուրեղանում, իսկ բազմածաղկի մեղրը հասունանալուն զուգահեռ սկսում է բյուրեղանալ եւ դա լրիվ բնական գործընթաց է, բնական մեղրը հենց պետք է բազմածաղկի մեղրը պետք է պարտադիր բյուրեղանա, եթե բազմածաղկի մեղրը չբյուրեղացավ, դա արդեն մտահոգության տեղիք է տալիս, արդյոք մեղուն ինչով է սնվել, որովհետեւ հենց այդ ծաղկափոշու բյուրեղիկներն են, որ նպաստում են, որ մեղրը սկսում է բյուրեղանալ։ Ես հստահեցնում եմ, որ շատ անուշ հոտ է հիմա մեզ մոտ գալիս։ Այս բույրը ուղղակի պետքա, դե մենք եթերից հետո անպայման իր հարցերը կլուծենք, լավ իմաստով։ Նաև նշեմ Տաթև ջան, որ հատկապես Երևանաբնակ հաճախորդները բյուրեղացած մեղր այնքան էլ չեն նախընտրում, որովհետև հասկանում եմ նաև տնային պայմաններում չեն ուտում, չեն սիրում։ Հիմնականում ծորացող մեղր են սիրում, որտեղ տնային պայմաններում ավելի հարմար է օգտագործման համար։ Մենք հատուկ իտալո-գերմանական տեխնոլոգիայով զարգավարումով կայուն ջերմաստիճանի տակ, 40 աստիճանի տակ, հալեցնում ենք եւ այս մի բանկան 48 ժամվա ընթացքում ծորացող մեղրի տեսք ստանում։ Ու մենք հնարավորություն ենք տալիս հաճախորդին
անգամ ձմռանը, եթե սիրում են ծորացող մեղր, միանգամից ծորացողը պատվիրել։ Իսկ այսպես ինչքան ժամանակ կմնա, որ նույն ծորացող տարբերակը լինի։ Դեռ սովորաբար ձմռանը կարծես թե սառում է մեղրը։ Այո, հասնանում է, սառում է, Տաթև ջան։ Ինքը միևնույն է, քանի որ մենք իրեն ճիշտ ջերմաստիճան տակ ենք հալեցնում։ Նույնպես բնական է մնում, հա։ Ինքը, այո, օգտակար հատկությունները այսպես թե այնպես չեն վնասվում, բայց ձեր հարցի պատասխանը, որ ինչքան կմնա, եթե իրեն կայուն ջերմաստիճան տակ իրեն պահեն օրինակ խոհանոցում, 1 ամիս, 1 ամսվա ընթացքում չսպառվի, երկրորդ ամսվա մեջ արդեն կսկսի իր բյուրեղիկները նորից զարգանալ, որտեղ մեղրը էլի հասնանում սկսում է բյուրեղանալ։ Նաև ուզում եմ խոսենք մեղրի գույնից։ Տարբեր տեղերից եկած մեղրները, բոլորն էլ կարծես թե բնական է, բայց ունեն տարբեր գույներ։ Սա ևս ծաղիկն է։ Իհարկե, տարածաշրջանի հատկությունն է։ Օրինակ, նախ անցած տարի մեր մեղրի գույնը անհամեմատ բաց էր, որովհետև անդադար անձրևներ էին։ Այդ նեկտարը ծաղկափոշին անդադ լվում էր, ծաղիկի գույնը բաց էր ու մեղրի գույնն էլ էր բաց։ Իսկ եղանակը ուղիղ կապ։ Այո, ինչքան եղանակը չորային է լինում, այդքան ավելի մեղրի գույնը մուգ է լինում։ Իսկ կախված տարածաշրջանների ծաղիկներից, թե ինչ ծաղիկի նեկտարից է օգտվել մեղուն, արդեն մեղրի գույնը լինում է ավելի բաց, ավելի մուգ, տեսակարարկշիռը ավելի բարձր, ավելի ցածր, համն ու հոտն էլ դրա հետ ուղիղ համեմատական է։ Օրինակ ասենք Լորենի մեղրը լրիվ այլ համ ունի, տարածաշրջաններ, որտեղ օրինակ Լորի մարզ, որտեղ որ ավելի շատ գերակշռում է ուրցը, ինքը ասենց այդ ուրցի սուր համը զգում ես։ Որն էլ գալիս է ճիշտ։ Էլի բարձր որակի մեղր է, բայց քիմքի հարց է։ Օրինակ ես սիրում եմ բազմածաղկի մեղրը, որովհետև իր համը շատ նուրբ է, քիմքին հաճելի։ Անկամ երեխաները, որ մեղր չեն սիրում, մեր մեղրը փորձում են ու իրենց դուր է գալիս։ Նախ առաջին քանի որ կերակրված չի։ Ինչպես են դա զգում մարդիկ։ Հասարակ մի բան ասեմ, երբ որ ենթադրենք գաթա, թեկուզ տնական տանը պատրաստված գաթա, որտեղ որ շաքարավազը չարաշահել ենք մի փոքր, մի քիչ ուտում եք, մի տեսակ sense փակում է, չէ՞։ Չէ, ոնց որ չկարողանաք ապրեք, ոնց որ չկարողանաք հաջորդը ուտել կամ ձեր պատառը վերջացնել։ Նույնն էլ մեղրի հետ է։ Եթե մեղրը ամբողջությամբ բնական է եւ մեղրները չեն կերակրվել, ինքը քաղցր է, բայց շատ նուրբ, շատ հաճելի քիմքին։ Հաճախորդները ասում են տնական դեք դուք ասում մի բանկան մի անգամ կուտե։ Ասում են դե լավ վերջացեք, այդ իրան նրբության բնական լինելու հաշվին է։ Մեղրը մի տեսակ մեր երկրում, ես չգիտեմ ուրիշ այլ ազգերում ինչքանով է նաև, այսպես ասած, արարողակարգային, բայց մեր ազգին շատ լավ գիտենք, էլ ինչ հարսանիք առանց մեղրի, սա ամենակարևոր արարողակարգերից մեկն է, չէ՞։ Եվ ոչ միայն։ Ես նաև հիշում եմ, երբ ես փոքր էի, տատիկս էլ ամանորին անպայման մեղրով լի աման էր դնում։ Այո, լիություն է բերում տուն, երջանկություն է բերում։ Պապիկին էինք հյուրասիրում մեղր եւ այլն։ Ու ես շատ լավ գիտեմ, որ դուք էլ այդ արարողակարգը փորձել եք նաև մշակութային դարձնել եւ իմ մեղրը միայն ուտելու, հագենալու, լավ զգալու, առողջանալու համար չէ, այլ նաև լավ տրամադրության համար։ Մարդկանց երջանկություն ապարգևելու, տրամադրությունը բարձրացնելու փոքրիկ մեթոդ է, այսպես ասված։ Այս դեպքում հաճելին օգտակարը մի հատ է։ Այո, օրինակի համար բժշկի ենք գնում եւ ուզում ենք սովորաբար միշտ ասում են, չէ, դատարկ չգնում, բժշկի մի բան տանեմ ինձ լավ նայ։ Մենք հայերս ոչ մի տեղ էլ դատարկ չենք գնում։ Հետո էլ ասում ենք, սաղ կաշառակեր։ Տեսնում եք, դուք դատարկ չեք եկել։ Դրա համար մենք ունենք այսպիսի փոքրիկ տարբերակներ, որոնց վրա կան տարբեր գրառումներ, տարբեր թեմատիկայով, որ կարող եք պարզապես նվիրել։ Տնօրենի լավ նվեր, շեֆ ջան։ Շեֆ ջան, դու միշտ ճիշտ ես։ Սիրում եմ քեզ։ Գործընկերոջը վստահության համար, նվիրված աշխատանքին քրտինքով ստեղծածի համար, մի հատ ճպտամ ունաթիկ դու ունես իմ մեղր կանչեմ արդի մաժով տալու շատ մեծ կարիք ունենք։ Տարբեր գրառումներով կա, քեզանով աշխարհն է քաղցրանում, թե ունես իմ մեղր, նաև ունենք անգլերենով, ռուսերենով գրառումներ, mini gift big heart,
փոքրիկ նվեր մեծ սրտով մամ ջան դու այս մեղրից էլ քաղցրես սակես հետո չասես նվեր չտվեցի չէ հենց կան մարդիկ չէ որ ակնկալում են միշտ ինչ որ մի բան պետք է հենց գրառում են այդպես է հետո չասես նվեր չտվեցի այսի մեղրը քեզ այսպեսի փոքրիկ մեթոդ որպեսզի կարողանանք մարդկանց տրամադրությունը բարձրացնել եւ հյուր գնալիս էլ կամ ուղղակի փոքրիկ ժպիտ ասեմ, եթե սա ինձ նվիրեն, ես չեմ էլ բացի, որովհետև ինքը նաև լավ հուշանվեր է։ Կապսուս եմ ճիշտ ասած բացեմ, սա որ օգտագործեմ։ Թաթև ջան, դե ես երկուսը կնվիրեմ, որ մեկը ափսոս եք պահեք, մյուսն է գոնե համես։ Եթերում ստացել եմ արդեն էլ տարբերակ չկա չստանալու նվերը։ Արխիվում նաև մենք չգիտեմ ինչի, այս տարի սկսել ենք ավելի շուտ մոտենալ ամանորին։ Այո, արդեն բոլոր տեղերը տոնածառները դրված են, արդեն ամանորյա տրամադրություն է, նույնիսկ մտածում եմ տոնածառը շատ ավելի շուտ դնելու, չնայած միշտ եմ առանձնացել շուտ տոնածառ զարդարելու, բայց այս տարի մտիսակ ավելի շուտ եմ ուզում։ Հիմա, քանի որ այսպես ամանորը մենք չենք կարող շրջանցել, կխնդրեմ նաև ամանորին ինչ առաջարկ ունեք, բոլորս էլ այս ընթացքում գախնի Սանտա խաղում ենք, Սեկրետ Սանտա խաղում ենք, ինչպես անենք, որ Սեկրետ Սանտան եւ հաճելի լինի, եւ գեղեցիկ լինի, եւ յուրահատուկ լինի, եւ մատչելի լինի, ինչու ոչ, ու նաև առողջ լինի։ Դե ինչպես գիտեք, մեր մեղրը գին որակամադրությամբ բավականին մատչելի է, որովհետև ինձ համար շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հայ մարդ գոնե մեկ անգամ իրեն թույլ տա եւ օգտվի առողջարար 100% բնական արտադրանքից։ Դրա համար ես գինը ամեն ձև փորձում եմ պահել այնպես, որպեսզի բոլորին էլ հասանելի լինի։ Իսկ տոնական, բնականաբար մենք ունենում ենք տարբեր տուփեր։ Այս անգամ սա կարող եմ ցույց տալ։ Նախ ասեմ ինչպես այս տարբերակներում, այնպես էլ տոնական, բնականաբար կարմիրի վրա գեղեցիկ ունենում ենք ավելի ամանորյա մաղթանքներով գրառումներ եւ ունենում ենք այսպիսի փոքրիկ տոնածառի խաղալիքներ, ինչպես դուք ասեցիք արդեն ձեր տատիկներ նշել, որ մեղրը հարստություն, քաղցրություն է բերում տուն, այսպես տոնածառից կախում են եւ տուն երջանկություն է բերում մեղրը։ Ընդհանրապես մեղրը լիություն է բերում։ Իսկ ինչ վերաբերում է հարսանիքներին, որ ասացի, կուզենամ դրան էլ անդրադառնալ, դա դեռ հին ժամանակներից եկած է, ինչու են ասում մեղրամիս։ Դա հենց եկել է մեղր բառից եւ մեղրը նպաստում է պտղաբերությանը։ Դրա համար հին հույները մեկ ամիս շարունակ նորապսակներին մեղր են հյուրասիրել, որպեսզի պտղաբեր լինի ամուսնությունը։ Այդտեղից է եկել։ Իսկ հիմա արդեն փոդքասթ ու հասարակությունը գնալով ավելի է զարգանում եւ անգամ հարսանիքներին այն տարոսիկները պուճուրիկ շոկոլադներով փոխարինվել են ավելի օգտակար տարոսիկով, մեղրով տարոսիկ են բաժանում, որը հենց խորհրդանշում է այն բնական սերը, որը որ նորապսակները տածում են մեկը մյուսի նկատմամբ։ Հիմա հարցերի հարցը, հա, այսօրվա զրույցի։ Ապա լավ, ինչպես անեմ, որ իմ մեղրը հայտնվի նաև իմ խոհանոցում, ինչպես անեմ, որ մեր նախաճաշը եւս սկսվի իմ մեղրով։ Մենք Երևանի տարածքում ունենք առաքում։ Մեկ օրվա ընթացքում ձեր բաժինի մեղրը բերում ենք մինչև ձեր տուն։ Պատվիրում եք, մինչև թե դնում եք, մեղրը հասնում եք, բայց առիթից օգտվելով հիշեցնեմ, մենք էլ պիտի թեյ խմենք։ Հա դե որ ես կոմ բա, ոնց կլինի։ Բայց առիթից օգտվելով հիշեցնեմ, որ մեղրը չի կարելի լցնել երման թեյի մեջ։ Մեղրը կարելի է թեյի հետ օգտագործել, բայց ոչ լցնել երման թեյի մեջ, որովհետև կորցնում է իր օգտակար հատկությունները, այո։ Լինում է չէ փոքր ժամանակվա սովորենք երման թեյի մեջ լցնում էին թեյ, ասում են դե խմի, հիմա կլավանաս։ Այդ ընթացքում արդեն մեղրը կորցնում է իր օգտակար հատկությունները։ Դրա համար պետք է առանձին ուտել մեղրը։ Եվ նաև մենք ունենք որոշակի խանութներում արկայություն իմ մեղրի, սուպերմարկետների ցանցում է արկա, իսկ բոլոր հասցեները մեր պաշտոնական իմ մեղրի Facebook-յան եւ Instagram-յան էջերում ներկայացված եմ։ Իմիջիայլոց առիթից օգտվելով ասեմ, եկեք իմ մեջ շատ հետաքրքիր է այնտեղ։ Այո, այնտեղ ոչ միայն հետաքրքիր, այնտեղ նաև ուրախ է, այնտեղ նաև գեղեցիկ է։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ շատ, իսկապես
հնարավոր էլ չէր խոսել մեղրի մասին ու չունենալ քաղցր հաղորդում եւ հնարավոր չէր ունենալ այսպիսի կենսախինդ եւ ուրախ հյուր ու չունենալ ժպտառատ հաղորդում, այնպես որ ես այսպես պատասխանատվությամբ նշում եմ, որ սա մեր ամենաքաղցր հաղորդումներ ու ուզում եմ, որ այս ամբողջ քաղցրությունը նաեւ իմ մեղրի միջոցով գնա յուրաքանչյուրի տուն, ով գնահատում է բնականը, հայկականը եւ առողջարարը։ Շնորհակալ եմ Տաթև ջան, ջերմ խոսքերի համար, իսկապես ինձ համար մեծ ուրախություն պատիվեր այստեղ գտնվելը։ Իսկ վերջում, ինչպես միշտ ասում եմ, կերեք իմ մեղր, եղեք առողջ, իսկ մենք դեռ կհանդիպենք։ Միանշանակ։ Շնորհակալություն սիրելի ռադիոլսողներ ու ռադիոդիտողներ, հիշեցնեմ, որ զրուցակիցս իմ մեղր ապրանքանիշի հիմնադիր Մարիամ Սարգսյանն էր։ Շնորհակալ եմ, որ մեզ հետ էիք, մենք կհանդիպենք նաև մյուս շաբաթ, ցտեսություն։